Ողջույն, ես Սոֆին եմ, սովորում եմ Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում։ Մեկիկներս գաղթականների սերունդն է, մեր նամնիները իգվելով ցեղասպանությունից Անդրանիկի օգնությամբ ապահով հասել են այստեղ։ Այդ պատճառով մեր ուջանցիները մշտապես պատում և հերոսացնում են Անդրանիկին։ Պարզ է չէ, թե ինչու ենք մասնակցում մրցույթին, քարտեզագրելով Անդրանիկ Օզենյանի կյանքի գործունեությունը։ Արդեն 2 ամիս է մենք մասնակցում ենք աշխարհացույց կրթական հարթակում իրականացվող մրցույթին։ Այս 2 ամիսների ընթացքում կատարել ենք հսկայածավալ աշխատանքներ ըստ արժանիքին ներկայանալու համար։ Սկսեմ սկզբից։ Առաջին փուլում մեր գլխավոր խնդիրը տեղեկույթի հավաքագրումն էր։ Առաջին բանը, որ արեցինք, համացանցից թեմային առնչվող հավաստի աղբյուրների որոնումն էր։ Նախապես կատարել էինք աշխատանքի բաժանում բոլորիս գործը հեշտացնելու համար։ Այդ պատճառով խմբի յուրաքանչյուր անդամ աշխատում էր Անդրանիկի կյանքի և գործունեության որևէ փուլի ուղղությամբ։ Համացանցային աղբյուրների ուսումնասիրությունից հետո մեր հաջորդ գործը թեմային առնչվող գրականության ուսումնասիրությունն է։ Սկզբում օգտվեցինք դպրոցի գրադարանից, այնուհետև աշտարակի մարզային գրադարանից։ Ես իմ ուսուցչի օգնությամբ դուրս բերեցի Անդրանիկ Օզենյանի մասին տեղեկություններ, որոնք շատ հետաքրքրեցին, մենք օգտագործեցինք նախագծերի մեջ։ Այս ամենից զուգահեռ նաև տեղեկություններ փորձեցինք հավաքել Անդրանիկի մասին գյուղմարկ արխիվային նյութերից, որոնք գտնում են համայնքապետարանում և մշակույթի տանում։ Մի քանի շաբաթվա ընթացքում գրեթե պատրաստ էր մեր նախնական տեքստը։ Նշեմ նաև, որ այս ընթացքում մասնակցեցինք այցելել Զորավար Անդրանիկի թանգարան, որտեղ ծանոթացանք նրա կյանքից տարբեր դեպքերի։ Նշեմ նաև, որ այս ընթացքում մասնակցեցինք այցելել Եղարդու և ծաղիկներդուներ Զորավարի գերեզմանում։ Մեր նպատակներից մեկը Անդրանիկին նվիրված հուշահամալիրի ստեղծումն էր։ Դրա միջոցով մենք ներկայացնում ենք Անդրանիկի գործողությունները ծնունդից մինչև մահ։ Այս ամենի զուգահեռ աշխարհացույց կրթական հարթակում մենք ստեղծում ենք փիներ, դինամիկ սկրինշոթներ և իհարկե քիչ-քիչ ստեղծում ենք մեր ցուցադրությունը։ Աշխարհացույց կրթական հարթակից օգտվելու համար ուսուցիչների հետ միասին մասնակցում ենք համակարգողների կողմից իրականացվող անհայտ հանդիպումներին, որտեղ մանրամասնորեն բացատրվում են հարթակում ապա գործիքակազմը օգտագործելու եղանակները։ Եվ ահա վերջ։ Ավարտեցինք բոլոր աշխատանքները միայն հույսով, որ պահպանենք